Բարի օր։ Արդեն 3 օր է Հայաստանում ընթանում է միջազգային համաժողով ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում թեմայով։ Համաժողովին մասնակցում են այլ երկրների փորձագետներ, ովքեր ներկայացնում են իրենց երկրում պալիատիվ օգնության ոլորտում կատարված փոփոխությունները, բարեփոխումներն ու առկա խոչընդոտները։ Այսօր մեդիա կենտրոնում կզրուցենք մի քանի փորձագետների հետ, ովքեր ոչ միայն կներկայացնեն իրենց երկրի փորձը, այլ նաև առաջարկներ եւ դիտարկումներ կանեն Հայաստանում պալիատիվ օգնության ոլորտի զարգացումների վերաբերյալ։ Իմ հյուրերն են պրոֆեսոր Դմիտրի Կորձայան, Վրաստանի պալիատիվ օգնության ազգային ասոցիացիայի նախագահ, Ռումինիայի Հույսի տուն հիմնադրամի ծրագրի ղեկավար Մալինա Դումիտրեսկուն, գիտությունների դոկտոր Ստեֆան Քոնորո, ով պալիատիվ օգնության հարցերով միջազգային խորհրդատու է, բայց հասարակության ինստիտուտի Վաշինգտոնյան գրասենյակից, Ուկրաինայի պալիատիվ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկ Իրինա Սլուգոցկան և Մոլդովայի պալիատիվ բուժօգնության ազգային ասոցիացիայի նախագահ Վալերիան Իսակը։ Ողջույն և շնորհակալություն, որ այստեղ եք։ Եվ առաջին հարցը, որ կուզեի բոլոր երկրների ներկայացուցիչները պատասխանեին, պալիատիվ խնամքի ինչպիսի ծառայություններ են գործում իրենց երկրներում։ What palliative care services does each one of you have in your countries? Какие именно услуги паллиативной помощи существуют в ваших странах? Thank you. There is existed a special table for evaluation of level of palliative care development in every country. This table contains 4 levels. First is no palliative care. Second is some small pilot initiatives. Second is services which are partially cover some different regions of country. And the fourth is fully integrated palliative care with national healthcare system. Currently in Georgia, so do you want interpretation or not? Would you like to be interpreted? Of course. Գոյությունն պալիատիվ բուժօգնության մակարդակի գնահատման հատուկ աղյուսակներից մեկով նախատեսվում են մասնավորապես ծառայության մատուցման 4 մակարդակներ։ Առաջին մակարդակն այն է, երբ պալիատիվ բուժօգնությունը ընդհանրապես գոյություն չունի որևէ երկրում, երկրորդն այն է, երբ շատ քիչ կամ չնչին չափով է իրականացվում պալիատիվ բուժօգնությունը, երրորդն այն է, երբ դա իրականացվում է, բայց երկրի որոշ հատվածներում միայն, որոշ չափով, եւ չորրորդը, երբ պալիատիվ բուժօգնությունը ամբողջությամբ ընդգրկվում է երկրի ողջ տարածքը եւ իրականացվում է ամբողջ տարածքում։ Currently, I may say that Georgia, according to this table, is on a third level. So we now try to fully integrate palliative care. Ոսեմ ներկայումս Վրաստան այդ աղյուսակի համաձայն գտնվում է երրորդ մակարդակում, երրորդ աստիճանում, եւ հիմա փորձում ենք ամբողջությամբ ներդնել պալիատիվ բուժօգնությունը։ During the last 10 years, we passed these first 3 steps from zero palliative care to the pilot initiatives and partially covering of country regions. Վերջին տասնամյակներին անցել ենք այս 3 աստիճանները, հասնելով երրորդ աստիճանին, զրոյական մակարդակից հասել ենք ինչ-որ գործնական ծրագրերի իրականացման երկրորդ աստիճանը եւ հիմա էլ մասնակի ընդգրկում, մասնակի ծառայությունների մասնակի մատուցում երկրի որոշ շրջաններում։ We are very thankful to our foreign colleagues, especially to Steve and to Malina, to help us how to teach us how to develop step by step palliative care services, education, research, all directions of palliative care in our country. Եվ տպարտենք մեր մոտակայքագործընկերներին, մասնավորապես Ստիվենին, Մալինային, ովքեր օգնել են մեզ եւ վերապատրաստումների եւ հետազոտությունների միջոցով պալիատիվ ցավամոքիչ բուժօգնությունը մեր երկրում քայլ առ քայլ ներդնելու գործում։ In Romania, we have palliative care specialized services developed, provided currently
both in the public system and in the private system. Նույնպես կան պալիատիվ բուժօգնության ծառայություններ, որոնք որոշակիորեն կայացած են եւ մատուցվում են եւ պետական եւ մասնավոր հատվածներում։ This sounds great, but actually we are in the process of developing them because we only cover about 5 or 6% of the actual needs of the population for palliative care. Ակողի հիանալի տվալ, բայց մենք ներկայումս կատարելագործման եւ ընդլայնման փուլում ենք, քանի որ դեռևս ցավամոքիչ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների ընդհանուր թվի միայն 5-6%-ն են գրկված այդ ծառայությունների մեջ։ We also have a national program for the training of specialists, which for us is very important because we develop the human resources for the future system. Մասնագետների պատրաստման ազգային ծրագիր ունենք, որը մեզ համար շատ կարևոր է, քանի որ համակարգին անհրաժեշտ ապագայի մասնագետների ենք պատրաստում։ In other words, we train doctors to a subspecialty of palliative care, and we also train nurses to become specialized in palliative care services. Պատրաստում ենք բժիշկների պալիատիվ բուժօգնության երթամասնագիտացմամբ, ինչպես նաև պալիատիվ բուժօգնության համար իրականացնում ենք բուժքույրերի պատրաստում։ We have a very good and modern law which provides good access of patients to medication for pain control. Ունենք շատ լավ եւ ժամանակակից օրենք, որով բավարար չափով ապահովում է ցավի հսկողության, ցավի սահմանափակման համար շահաժեշտ տեղամիջոցների հասանելիությունը պացիենտներին։ But this of course needs developing because once you have a good law, you need the training of the staff so that medical professionals will be able to prescribe the appropriate pain treatment and symptom control treatment for the patients. Սարոմովել սակայն զարգացումների կարիք ունենք, քանի որ համապատասխան օրենքի ընդունումից հետո դեռևս պետք է մասնագետներին վերապատրաստել բժիշկներին մասնավորապես, որպեսզի նրանք կարողանան հավուր պատշաճի տեղատոմսեր գրել պացիենտների ցավի զսպման համար ախտանիշների սահմանափակման կամ հսկողության համար անհրաժեշտ տեղատոմսեր գրել։ And finally, we hope that starting next year we will have a national program of palliative care. Վերջում ասեմ, որ հույս ունենք, որ մյուս տարվանից կունենանք ցավամոքիչ բուժօգնության ազգային ծրագիր, which will bring palliative care to the level of patients where they need the services. That means provided both in specialized settings and in through the family practice and in the community close to their homes. Ուրիշների ցավամոքիչ բուժօգնությունը հասանելի կդառնա հիվանդներին, պացիենտներին այնտեղ, որտեղ դա նրանց անհրաժեշտ է, ոչ միայն բուժօգնության տարբեր մակարդակներում, պոլիկլինիկաներում, տարբեր հաստատություններում, հիմնարկներում, այլ նաև որոշ դեպքերում տներում, տնային պայմաններում։ So the system is in place, but there is still a lot of work to do, especially on training. We train people from Romania, and already we have been providing training for 16 countries in our region. Համակարգը կա, սակայն բազմաթիվ ուսուցումների կարիք ունենք, մենք շատ ենք իրականացնում վերապատրաստումներ, ոչ միայն ռումինացի մասնագետների, այլ մեր տարածաշրջանի 16 պետությունների մասնագետների համար արդեն իրականացրել ենք վերապատրաստումներ։ Thank you. В Украине положением на сегодня, на 2013 год, существует 16 хосписов, областей у нас 25, значит, в большинстве областных центров есть хосписы. Ուկրաինայում իրավիճակը այսօր 2013-ի դրությամբ հետևյալն է։ Երկրի 25 երկրամասերից 16-ում կան հոսպիսներ, նշանակում է փաստորեն մեծամասնությունում կան հոսպիսներ։ Это и как отдельные хосписы, и как хосписное отделение в некоторых городах. Եվ առանձին հոսպիսներ կան, եւ հոսպիսային բաժանմունքներ այլ բուժհաստատությունների կազմում։ Кроме того, в этом году, в марте месяце, у нас открылась выездная служба по оказанию паллиативной помощи больным на дому и как консультативная выездная служба, консультативные в поликлинике и госпиталя. Ոսիլյանց այս տարվա մարտից ներդրվել է մեզ մոտ արտագնա կամ շարժական ծառայությունը, որը
հիվանդներին պալիատիվ բուժօգնություն ցուցաբերում է տնային պայմաններում, կա նաև կոնսուլտացիոն արտագնաց ծառայություն, կա կոնսուլտացիոն ծառայություն պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Еще, значит, также в этом году для оказания детской паллиативной помощи у нас организовывается и даже на следующий год планируется открытие первого детского хосписа в городе Надвирна, Прикарпатье. Բացի դրանից մերձ Կարպատների Նավիրնա քաղաքում այս տարի կազմակերպվում եւ մյուս տարի բացվելու է հատուկ մանկական հոսպիս երեխաներին պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցումը կազմակերպելու նպատակով։ Для обустройства этого хосписа был организован телевизионный марафон, на котором собраны средства для обустройства этого хосписа, потому что он построен на основании бывшего дома ребенка, так как были площади и было материальные ресурсы и штат. Հոսպիսը վերակազմակերպվել կամ վերակառուցվել է նախքին մանկատան բազայի հիման վրա եւ վերակահավորման եւ վերազինման համար իրականացվել է հերոստա մարաթոն, որի միջոցով դրամական միջոցներ են հավաքվել։ Շենքի եւ տարածքի արկայության պայմաններում պահանջվում էր միայն միջոցներ ճարել կահավորման, վերազինման համար, որի նպատակով անցկացվեց հերոստա մարաթոնը։ И в Ивано-Франковске при областном центре паллиативной помощи уже 5 лет работает учебно-тренинговый центр паллиативной помощи, который обучает врачей, медсестер и помощников медсестер также. Իվանա-Ֆրանկովսկում պալիատիվ բուժօգնության տարածքային կենտրոնին կից գործում է պալիատիվ բուժօգնության ուսումնավերապատրաստման կենտրոնը, որտեղ արդեն 5 տարի է ինչ իրականացվում է բժիշկների, բուժքույրերի եւ կրտսեր բուժ անձնակազմի վերապատրաստումը։ И который финансируется благодаря фонду Возрождения и также благотворительный фонд Мать Тереза вот этими средствами. Կառույցը ֆինանսավորվում է Վերածննդի հիմնադրամի, ինչպես նաև Մայր Տերեզայի անվան բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Барызец. Меня зовут Валерий Исаак, я с Республики Молдова. И у нас паллиативный уход существует с 2000 года. Բայց իմանը Վալերիան Իսակի, ես Մոլդովայի Հանրապետությունից եմ, մեզ մոտ պալիատիվ բուժօգնությունը գոյություն ունի 2000 թվականից։ В начале службы паллиативного ухода были организованы на уровне неправительственных организаций. Ամենասկզբում այն կազմակերպվում էր միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Однако в результате последовательной и упорной такой работы цивильного общества в 2008 год паллиативный уход признан как часть системы здравоохранения. Սակայն քաղաքացիական հասարակության հետևողական ջանքերի շնորհիվ պալիատիվ բուժօգնությունը 2008 թվականին ճանաչվեց առողջապահական համակարգի մաս։ Это позволило разработать вместе с Министерством здравоохранения Республики ряд приказов, которые регулируют паллиативный уход и существование этих служб в Республике Молдова. Որպես թույլ տվեց առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել մի շարք հրահանգներ, հրամաններ, որոնցով կանոնակարգվում է պալիատիվ բուժօգնության գոյությունը եւ գործունեությունը Մոլդովայի Հանրապետությունում։ Таким образом, Министерство здравоохранения приняло в свою стратегию развития системы здравоохранения до 2020 года и часть развития паллиативный уход. Այսպիսով, մինչև 2020 թվականը առողջապահական համակարգի զարգացման ռազմավարության մեջ նախարարության կողմից ներառվեց նաև ցավամոքիչ բուժօգնության, պալիատիվ բուժօգնության զարգացման մասը։ В принципе, Республика Молдова по численности населения примерно равняется с Арменией, но я не знаю, какие у вас числа смертности, но у нас
получается порядка 50 тысяч смертей в год, то есть по данным ВОЗ нуждается в паллиативном уходе около 26 тысяч человек. Մոլդովան բնակչության թվականակով շատ նման է Հայաստանի Հանրապետությանը։ Ես Հայաստանում մահացության թվականակի ցուցանիշին չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ Մոլդովայում տարեկան մահանում է մոտ 50,000 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բանաձևով հաշվելու դեպքում ստացվում է, որ 50,000-ից 26,000-ը տարեկան ունեն ցավամոքիչ բուժօգնության կարիք։ Поэтому совместно с Министерством здравоохранения были разработаны также и стандарты в паллиации. Ըստ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակվեցին նաև ցավամոքման չափորոշիչները, а также регламент работы любой организации, которая хочет себя посвятить или часть своей работы посвятить паллиативному уходу. Կանոնակարգ, որով պիտի առաջնորդվեն բոլոր այն կազմակերպությունները, որոնք уզում են ամբողջությամբ կամ մասամբ զբաղվել ցավամոքիչ բուժօգնությամբ։ Что касается медикации, то или медикаментов по контролю хронической боли, это большая часть паллиативного ухода, мы уже 3 года имеем оральный морфин в Республике Молдова. Ինչ վերաբերում է ցավամոքիչ բուժօգնության հիմնական բաղադրիչներից մեկին, ցավի զսպման, ցավի հսկողության համար անհրաժեշտ տեղորայքին, ապա արդեն 3 տարի է, ինչ Մոլդովայի Հանրապետությունում կիրառվում է տեղահաբերի տեսքով մորֆինը։ И так как реформа, у нас предстоит реформа здравоохранения, начиная со следующего года, то Министерство здравоохранения вместе с нами, нынешними престаторами, нынешними организациями, которые оказывают услуги паллиативного ухода, поставили задачу для того, чтобы сделать стратегию по развитию паллиативного ухода на территории всей страны. Եկայմը մյուս տարվանից մեր երկրում նախատեսվում են առողջապահական համակարգի բարեփոխումներ, առողջապահության նախարարությունը պալիատիվ բուժօգնությամբ զբաղվող կազմակերպությունների հետ մեկտեղ նպատակ է դրել մշակելու երկրում պալիատիվ բուժօգնության զարգացման եւ ներդրման հատուկ ռազմավարություն։ И это предполагает, в принципе, в каждом районном центре существование в дальнейшем отделения, коечное отделение на обслуживание больных в стационаре и мобильные группы, которые будут обслуживать на дому. Որով նախատեսվելու է շրջանային կենտրոններից յուրաքանչյուրում եւ ստացիոնար բաժանմունքի գոյությունը ցավամոքիչ բուժօգնության կազմակերպման նպատակով եւ շարժական թիմերի միջոցով տնային պայմաններում այսպիսի բուժօգնության մատուցման համակարգի ստեղծումը։ Հայաստանի համար պալիատիվ օգնության որպես հիմնական մոդել ընտրվել է արտահիվանդանոցային օգնությունը մոբիլ թիմերի միջոցով։ Ես ուզում եի լսել պարոն Քոնորի կարծիք արդյոք Հայաստանի համար սա լավագույն մոդելն էր եւ ընդհանրապես իր մեկնաբանությունը պալիատիվ օգնության ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ The model which has been chosen for Armenia is primarily an outpatient care provision model. I'd like to ask Mr. Connor if this is the most suitable model for Armenia, if the best one possible has been chosen, and generally what you think about the current state of play in palliative care in Armenia, and where Armenia stands in terms of the level of development of palliative care. One of the myths about palliative care is that it's a place you go to get care when you have serious advanced illness. Պալիատիվ բուժօգնության վերաբերյալ առասպելներից մեկն այն է, թե դա մի տեղ է, որ մարդիկ գնում են ծանր հիվանդություն ունենալու դեպքում, որպեսզի ինչ-որ խնամք ստանան այնտեղ։ So the reality of palliative care and hospice care around the world is that the vast majority of care is provided in the place people call home. Պալիատիվ եւ հոսպիսային բուժօգնության իրականությունը, սակայն այն է, որ աշխարհի երկրների մեծամասնությունում պալիատիվ բուժօգնությունը ցուցաբերվում է մարդկանց սեփական տներում կամ այն տեղերում, որտեղ նրանք բնակվում են։ Usually that's a personal residence, sometimes it's a group home or nursing facility. Սովորաբար դա անձի տունն է, սեփական տունն է, երբեմն դա ինչ-որ խմբային բնակության վայր է, ինտերնատ կամ խնամքի այլ հաստատություն։ But the ideal model for providing hospice and palliative care is that people are able to stay in their own place of residence and have professionals who visit regularly to support the family in providing the care that the patient needs. Ցավամոքիչ խնամքի լավագույն մոդելը սակայն այն է, երբ
պացիենտները կարողանում են մնալ իրենց տներում, տնային պայմաններում, իսկ մասնագետները այցելում են նրանց տներում, օժանդակելով իրենց ընտանիքի անդամներին, որպեսզի անհրաժեշտ բուժօգնությունը եւ խնամքը ցուցաբերվի տեղում։ We do need some inpatient care, but usually it's for short periods when symptoms are out of control or if there's a crisis going on. Ստացիոնարի որոշակի անհրաժեշտություն նույնպես կա, սակայն դա սովորաբար կարելի է կարճ ժամանակով սահմանափակել եւ սահմանափակել այն դեպքերով, երբ սրված կամ սուր իրավիճակներ են կամ ախտանշանները դառնում են կամ դարձել են անվերահսկելի։ We also need to be able to go to visit patients when they're in the hospital if they've just been diagnosed or have the prognosis worsen so that we can give guidance to the physicians and recommend palliative care services. Մենք պետք է նաև նորություն ունենանք այցելելու հիվանդանոցներ եւ խորհուրդ տալու իրականացնել պալիատիվ բուժօգնություն այն հիվանդների դեպքում, ում իրավիճակը նոր է վատթարացել կամ հիվանդության հեռանկարը էականորեն վատթարացել է եւ բժիշկները նույնպես խորհուրդների կարիք ունեն այս առումով։ So the ideal model for palliative care includes home care in the home, opportunity to come to clinic, in some countries daycare services as well as inpatient backup. Պալիատիվ բուժօգնության լավագույն մոդելը փաստորեն ներառում է տնային պայմաններում ցուցաբերվող խնամքը, որոշ դեպքերում հիվանդանոց այցելելու եւ ինչ-որ ծառայություններ ստանալու հնարավորությունը եւ հիվանդների հետ աշխատելու հարցում բուժ մասնագետներին ցուցաբերվող լրացուցիչ օժանդակությունը։ So the situation here in Armenia is over the last several years planning has been done, policies have been adopted, standards have been developed, and 4 pilot projects in palliative care were initiated. Հայաստանում ցավամոքիչ բուժօգնության ոլորտում իրավիճակն հետևյալ մի քանի տարիներին այսպիսին է. Իրականացվել է որոշակի պլանավորում, որոշակի հայեցակարգեր են ներդրվել, որոշակի մշակումներ են եղել, չափորոշիչներ են մշակվել եւ 4 փորձնական ծրագրեր են իրականացվել։ So palliative care, like it was described for Georgia, is at that beginning of that 3rd stage of development of the 4 stages. Ինչպես Վրաստանի պարագայում նկարագրվեց, 4 աստիճաններից 3-րդի սկզբնական փուլերում է գտնվում պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում եւս։ We did an estimation of the need for palliative care in Armenia, and the estimate was approximately 18,000 patients per year, or 3,000 per day, over 3,000 per day. Մենք Հայաստանի պարագայում նույնպես հաշվարկեցինք ցավամոքիչ բուժօգնության անհրաժեշտությունը ցավալային առումով եւ բացեցինք, որ տարեկան ստացվում է մոտ 18,000 հոգի տարեկան, որը համարժեք է օրական մոտ 3,000 հոգու, այդքան մարդ ունի պալիատիվ բուժօգնության կարիք Հայաստանում։ Given that there are only 4 pilot projects at present really only probably less than 1% of the need is being met. Հաշվառելով, որ այս պահի դրությամբ միայն 4 փորձնական ծրագրեր են իրականացվում, կարելի է թերևս ասել, որ արկա կարիքի 1%-ից էլ պակաս մասն է ներկայումս բավարարվում։ Globally, there are 58% of countries have some palliative care delivery. Աշխարհի մակարդակով կարելի ասել, որ պետությունների ընդհանուր թվի մոտ 58%-ում այս կամ այն ձևով իրականացվում է ցավամոքիչ բուժօգնությունը։ Most countries, including most of the former Soviet republics, are just at the beginning point of starting palliative care. Պետությունների մեծ մասում, այդ թվում նախին խորհրդային հանրապետությունների մեծ մասում նոր են սկսում ներդնել ցավամոքիչ բուժօգնությունը։ And worldwide, only around 12 to 14% of the need is being met. Աշխարհի մակարդակով արկա կարիքի ընդամենը 12-ից 14%-ն է ներկայումս բավարարվում։ So Armenia has developed policy, education, and we're in the process of trying to help get the essential medicines for palliative care. Some of those are not yet available. Ասում Հայաստանում կրթական որոշակի հայեցակարգ պալիատիվ բուժօգնության համար մշակվել է։ Ներկայումս մենք զբաղված ենք նրանով, որ օգնում ենք պալիատիվ բուժօգնության համար անհրաժեշտ հիմնական դեղերի մի մասի առկայության եւ հասանելիության ապահովմանը, քանի որ ներկայումս դրանք առկա եւ հասանելի չեն։ Առողջապահության նախարարությունը անդադ նշում է զարգացման համար գումարների հայթաթման մասին։ Ես կուզեի իմանալ, արդյոք կառավարություններն են աջակցում իրենց երկրներում, թե ֆոնդերը, որտեղից է բյուջետավորվում պալիատիվ օգնությունը։ The Ministry of Health keeps referring to the need for funding for development of palliative care. In other countries, is this usually funded by government budgets, or are there typically other sources that finance the palliative care? It varies from country to country.
In many countries, palliative care is only provided by the charitable sector. Կախված պետությունից շատ պետություններում պալիատիվ բուժօգնությունը միայն բարեգործական հատվածի կողմից է ֆինանսավորվում։ In the United States, it's a combination. Mostly it's government funded, but also private insurance. Ամերիկայի Միացյալ Նահանգներում խառը տարբերակ է, հիմնականում պետական ֆինանսավորման, բայց կա նաև մասնավոր ապահովագրության միջոց։ We're moving in the direction of working with governments to understand that palliative care adds value to the healthcare system. It reduces unnecessary hospitalization and unnecessary costs and gives better quality of care to patients. Մենք աշխատում ենք այսօր մեր կառավարության հետ ԱՄՆ-ում, որպեսզի հիմնավորենք այն հանգամանքը, որ պալիատիվ բուժօգնությունը լրացուցիչ օգուտ է բերում առողջապահական համակարգին, մասնավորապես նվազեցնում է առողջապահության ծախսերը, նվազեցնում է հիվանդանոցագրման դեպքերը եւ բարելավում հիվանդներին մատուցվող բուժօգնության որակը։ So the government should support palliative care. It's in the interest of the population and it's effective, cost effective as well. Ուստի կառավարությունները պիտի օժանդակեն պալիատիվ բուժօգնությանը, քանի որ դա ոչ միայն բխում է բնակչության շահերից, այլ նաև ծախսերի հիմնավորված եւ վարձունավետ մոտեցումը։ Պարոն Կորդայ, կուզեի իմանալ հարևան Վրաստանում ինչպես է իրազեկությունը։ Generally, it is accepted that chronically ill patient at the end of his life must not pay for his palliative care. Արման ընդունվում է այն սկզբունքը, որ քրոնիկ հիվանդ անձը չպետք է կյանքի վերջին փուլերում ստիպված լինի ցավամոքիչ բուժօգնության համար վճարել։ It is considered that it is a question of dignity, traditionality, respectation to human rights, and it is the obligation of government to arrange the situation where palliative care is paid in a country. Sometimes through the insurance system, state or maybe private, but sometimes from governmental state programs, from governmental budget directly. Դա կարելի է համարել արժանապատվության խնդիր, դա կարելի է համարել ավանդույթների խնդիր, դա կարելի է համարել մարդու իրավունքների պահպանման եւ հարգման խնդիր, եւ կարելի է համարել որ կառավարությունն է պարտավոր որոշակի աղբյուրներ գտնել եւ ֆինանսավորում կազմակերպել պալիատիվ բուժօգնության համար։ Դա կարող է լինել ապահովագրության տեսքով, պետական կամ մասնավոր, դա կարող է լինել նաեւ ֆինանսավորման այլ համակարգերի տեսքով։ And that's why, only one sentence I will add, that's why it is the most difficult step from the pilot programs to a full integration, because it's question not only education, it's not question only of perfect regulation and normatives, but also it is the question of financing, and it's most difficult and important question for integrated palliative care in every country. Ամենադժվար քայլը հետևաբար փորձնական ծրագրերից լիարժեք ներդրմանն անցնելն է, քանի որ բացի կրթելուց, վերապատրաստելուց եւ իրավական դաշտը ապահովելուց պետք է նաեւ ապահովել ֆինանսավորում։ Երկրում փորձնականից ամբողջական մատուցման անցնելու համար հենց ամենադժվար, սակայն ամենակարևոր միջոցը ֆինանսավորման խնդրի լուծումն է։ Just now, government has a state program for funding as hospices as well as home care activity in palliative care. Այս բանին կառավարությունն ունի հատուկ պետական ծրագիր, որով նախատեսում է ֆինանսավորում եւ հոսպիսների եւ տնային պայմաններում պալիատիվ բուժօգնության ցուցաբերման համար։ But the sources of this program are limited, and unfortunately it can't cover full country. So that's why I'm told that we are on development, third level of development. We can cover different parts of our country depended from the level of preparation of specialists in this area, in different districts. Սակայն այդ միջոցները ծրագրով միջոցները այսօր չեն բավականացնում ամբողջ երկրի
ընթացքում ծառայությունները մատուցելու համար։ Դրա համար նշեցի, որ մենք գտնվում ենք 3-րդ աստիճանին, 3-րդ մակարդակում ենք եւ պետության միայն որոշ մասերում այս ծառայությունը մատուցում։ Ընդ որում դա կախված է նաեւ այդ տարածքներում ու շրջաններում համապատասխան պատրաստված մասնագետների առկայությունից։ Greatest achievement in palliative care in Romania so far? What was your biggest achievement and what has been the main obstacle that you had to overcome? I think probably in the 21 years that we've had in Romania since we began palliative care, our main achievement was the fact that we were able to include palliative care in the services considered for funding by the National House of Health Insurance. And that is relating to what was previously said, that these services have to be free of charge for the patients. Վերջին 20 տարի ընթացքում ինչ մեր երկրում փորձում ենք ներդնել պալիատիվ բուժօգնություն, ամենահիմնական ձեռքբերումը թերևս այն է, որ մենք կարողացել ենք պալիատիվ բուժօգնությունը ներառել առողջապահության, ապահովագրության, ազգային կենտրոնի կողմից ֆինանսավորման ենթակա առողջապահական ծառայությունների ցանկի մեջ։ Դա նախորդ բանախոսի ասացի հետ էլ է կապված, որ շատ կարևոր է, որպեսզի պալիատիվ բուժօգնությունը լինի անվճար։ One other important achievement is the fact that within a couple of years we were able to have a new law of opioids. That means a law which guides the prescription of medication for the patients who need pain control. Ունենալ ափիոնային դեղամիջոցների մասին նոր օրենք, այսինքն օրենք, որով կանոնակարգվում է ցավի զսպման համար անհրաժեշտ դեղորայքի կարիք ունեցող հիվանդներին այդպիսի դեղերի նշանակումը եւ տրամադրումը։ And the last achievement that we're proud of is the fact that finally the government takes into account and considers starting next year a national program for palliative care which will cover patients which need these services both as oncological patients and as non-oncological, but կառավարությունը դիտարկել է մյուս տարվանից սկսած քաղցկեղով եւ այլ հիվանդներին, ովքեր պալիատիվ բուժօգնության կարիք ունեն, այս ծառայությունների մատուցման հնարավորությունը, ծրագրով նախատեսելու հնարավորությունը։ But as you say, there are barriers in all our country. Probably the major one is the fact that all these countries present here, we have a similar background of healthcare services. Ինչպես նշվեց, պետություններում կան խոչընդոտներ, այստեղ ներկա գտնվող պետություններից նմանությունն այն է, որ որոշակի ավանդույթներ ունենք առողջապահական համակարգում գործունեության կազմակերպման ավանդույթներ։ Where the focus was mainly on recovery, on healing the disease, and therefore coming back to work for the country. Համակարգում նախկինում շատ էր կարևորվում հիվանդի առողջացումը, ամոքումը եւ երկրի համար, հասարակության համար գործունակ դառնալու, նորից աշխատաշուկա մուտք գործելու կարևորությունը։ Incurable patients were never a priority for the system, and this is something that we are facing even today in the mentality of many of those who make decisions. Անբուժելի հիվանդները երբևէ այս պետությունների կամ այս համակարգերի համար առաջնահերթ չեն եղել եւ նույնիսկ այսօր որոշումներ կայացնողների մտածելակերպում հաճախ հանդիպող խոչընդոտ է սա։ So this is, I think, the main barrier that we encounter, the lack of understanding of a concept which brings quality of life to patients which cannot be completely healed. Հետևաբար կասեի, որ հիմնական խոչընդոտը մեզ համար դա ոչ ամբողջովին ամոքվող կամ բուժման ենթակա հիվանդների կենսամակարդակի բարելավման կարևորության ոչ բավարար ընկալումն է տարբեր շրջանակների կողմից։ And the one other barrier that we find very difficult to overcome is the fact that there are constant changes at the level of decision-making authorities in our government, and therefore we have to start from scratch. Հաջորդ խոչընդոտը այն է, որ մեր պարագայում երկրում որոշումներ կայացնող մարմիններում հաճախակի փոփոխություններ են տեղի ունենում անձնակազմի որոշումներ կայացնողների եւ մենք յուրաքանչյուր անգամ ստիպված ենք լինում զրոյից սկսել։
Therefore, a national program and the strategy which leads the way for the following 6 years will obviously bring a lot of support for the development of care for these patients. Հաջորդ 6 տարիների համար ազգային ծրագիր եւ ռազմավարություն ունենալը փաստորեն շատ կօգնի այս հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության բարելավմանը։ Ну, основные препятствия, которые были в Молдове в начале становления паллиативного ухода, это, конечно, было недопонимание вообще сущности паллиативного ухода со стороны профессионалов, других наших коллег, врачей, медсестер и людей, которые работали в органах власти. Հիմնական խոչընդոտը, որը ցավամոքիչ բուժօգնության ներդրման սկզբից ելեց արկա էր, դա այլ գործընկերների, բժիշկների, բուժքույրերի, առողջապահական համակարգում աշխատող մեր գործընկերների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից պալիատիվ բուժօգնության բուն էության չընկալումն էր եւ իմաստի չհասկացվածությունը։ Самые большие также проблемы были и разногласия между теми людьми, которые посвятили себя паллиативному уходу, и специалистами. В основном это были онкологи, которые сильно сопротивлялись, чтобы другие врачи других специальностей занимались паллиативным уходом. Եղան նաև հակասություններ ցավամոքիչ բուժօգնության գործի նվիրալների եւ այլ մասնագետների, օրինակ օնկոլոգների միջեւ, ովքեր վերջիններս օնկոլոգները էապես դիմադրում էին ցավամոքիչ բուժօգնության մեթոդների ներդրմանը։ Мы на протяжении последних 13 лет каждый год организовывали конференции по паллиативному уходу, где мы старались объяснять суть паллиативного ухода вообще как профессии. Ներսի 13 տարիներին մենք ամեն տարի կազմակերպում ենք խորհրդաժողովներ, որոնցում փորձում ենք բացատրել ցավամոքիչ բուժօգնության էությունը որպես հատուկ մասնագիտության։ И мы считаем наибольшим нашим достижением то, что очень многие коллеги, с которыми мы разговариваем на сегодняшний день, которые работают в системе здравоохранения, понимают, что паллиацией и паллиативной помощью может заниматься профессионал в паллиативной помощи. Մեր հիմնական ձեռքբերումն այսօր համարում ենք այն, որ համակարգում մեզ հետ աշխատող գործընկերների մի զգալի մասը արդեն հասկանում է, որ ցավի ամոքմամբ, ցավի մեղմամբ կարող են զբաղվել միայն ցավամոքիչ բուժման ոլորտում աշխատող մասնագետները, հատուկ մասնագետները։ Скажем, если дать такой пример, что окулист не может заниматься гинекологией, то и онколог не может заниматься чистой паллиацией. Օրինակ այսպեսին կարող է լինել, որ ակնաբույժը չի կարող զբաղվել գինեկոլոգիայով, նույն կերպ էլ քաղցկեղաբանը կամ ուռուցքաբանը չի կարող զբաղվել զուտ պալիացիայով, ցավամոքմամբ։ Следующий наш этап – это добиться того, чтобы паллиативная помощь была признана как профессия, как субспециализация. И для того, чтобы заниматься этой профессией, надо иметь обязательно подготовку специальную в этом направлении. Ճիշտ նպատակն է, որպեսզի ցավամոքումը ճանաչվի որպես մասնագիտություն, այն է ենթամասնագիտացում եւ պահանջվի հատուկ մասնագիտացում եւ հատուկ կրթություն այս ոլորտում, այս աշխատանքով զբաղվել կարողանալու համար։ Да, в принципе, мы сами же разработали куррикула по обучению. У нас есть базовый курс обучения паллиативной помощи для врачей и медсестер. Այո, մենք արդեն իսկ մշակել ենք ուսումնական ծրագիր բժիշկների եւ բուժքույրերի համար ցավամոքիչ բուժօգնության գծով վերապատրաստման, ավելի ճիշտ կրթության բազային ծրագիր մենք ունենք։ У нас есть 240 часов во всех средних медучилищах, или я не знаю, как называется, у нас медицинские колледжи. Բժշկական քոլեջներում կամ բժշկական միջին մասնագիտական հաստատություններում մենք տարեկան այս թեմային նախատեսում ենք 240 ժամ։ И имеется 18 часов факультатива в медуниверситете. Ինչպես նաև 18 ֆակուլտատիվ ժամ բժշկական համալսարանում։ Работает над тем, чтобы все-таки были обязательные часы, полная куррикула по обучению студентов в медуниверситете. Աշխատում ենք նաև, որպեսզի ամբողջական պարտադիր ուսումնական ծրագրի մաս դառնա բժշկական համալսարանի ուսանողների համար։
и хотим добиться того, чтобы обучение постуниверситетское для врачей и медсестер проводилось как специальный курс подготовки в этой области, а не в составе других курсов терапии, там, семейной медицины и так далее. Ցանկանում ենք նաև հասնել նրան, որպեսզի բժիշկների եւ բուժքույրերի հետբուհական կրթության մեջ ցավամոքումը լինի հատուկ առանձին կուրս եւ ոչ թե ներառված լինի բժշկական մասնագիտական կրթության այլ ընդհանուր բուժօգնության կամ բժշկական կրթության կամ որևէ այլ կրթության մեջ։ Prescription or provision of drugs. In other words, doctors avoid prescribing pain relief medication. I would like to ask the colleagues from Ukraine and Georgia if they also have the same problem of doctors being reluctant to prescribe pain relief. Пожалуйста, Да, подобная проблема есть и была у нас, и есть еще, можно сказать, у нас, потому что значит, в этом году, в мае месяце, у нас наконец-то издан приказ Министерства здравоохранения Украины о возможности назначения таблетированного морфина, что очень большое достижение. У нас ունենք նմախնդիր եւ ունենք այսպիսի խնդիր, սակայն վերջապես այս տարվա մայիսին առողջապահության նախարարության կողմից ընդունվել է հատուկ հրաման, որով թույլատրելի է ճանաչվել դեղահաբի տեսքով մորֆինի նշանակումը, որը կարելի է շատ մեծ ձեռքբերում համարել։ И отмены вот этого контроля при назначении, то есть когда комиссионно обязательно назначался морфин только на 3 дня, и необходимости возвращения там, ампул разбитых и так далее. Это уже все отменено с мая месяца. Ինչպես նաև այս տարվա մայիսից վերացվել են հսկողական համակարգերը, քանի որ նախկինում պահանջվում էր նշանակման պահին հանձնաժողովի որոշման ստացում, այն էլ 3 օրվա համար էին այն դեղերը նշանակվում, ինչպես նաև պահանջվում էր օգտագործումից հետո օգտագործված սրվակները կոտրված վիճակում վերադարձնել, իսկ հիմա այս տարվա մայիսից այդ ամենը վերացվել է։ Однако же даже силовые структуры первые пошли нам навстречу, то есть они уже убрали этот контроль возвращения ампулы и так дальше, это все было согласовано. И как раз более всего мы встретили сопротивление со стороны Министерства здравоохранения. Как мне? Ամենակարևորը որ եղավ այն, որպես ընդառաջեցին հենց սկզբում ուժային կառույցները, իրենք համաձայնեցին, որ սրվակների վերադարձը եւ այլն պիտի վերացնել եւ փոխարենը դիմադրությունը գալիս է առողջապահության նախարարությունից։ Потому что очень трудно было отменить этот приказ вообще. Сначала они хотели внести изменения. Это вызвало как раз недоразумение, потому что врачи, можно выписывать, не можно выписывать, значит, нельзя выписывать. Они боялись просто выписывать морфин, потому что не были уверены в том, что с них потом не будут спрашивать контролирующие органы. Եվ բժիշկների մոտ կառանորոշություն, քանի որ նախարարությունը սկզբում չէր կողմնորոշվում վերացնել այդ հրամանը, թե փոփոխություններ կատարել դրանում, բժիշկներին հասկանալի չէր, թե իրավունք ունեն, թե չունեն նշանակելու մորֆինը, ընդ որում այդ պարագայում նրանք որոշում էին չնշանակել, որովհետև վստահ չէին եւ կարծում են, որ հետո իրենցից ինչ-որ պատասխանատվություն է պահանջվելու, ինչ-որ բացատրություններ են պահանջվելու։ И только вот в октябре, буквально месяц тому, добились, что Министерство здравоохранения отменило прежний указ, издало новый, где уже полностью значит, ответственность с врача снята в плане того, что не надо возвращать ампулы, не надо возвращать блистеры, потому что даже за блистеры шла речь. Это все уже упразднено. И может выписать любой врач поликлиники и назначить таблетированный морфин в дозе, которая необходима.
Հոկտեմբերից վերջապես 9 հրամանը ուժը կորցած ճանաչվեց, ընդունվեց նոր հրամանը, որում վերջնականապես նախատեսված է, որ չի պահանջվում վերադարձնել սրվակները, չի պահանջվում վերադարձնել դեղատուփերը, քանի որ մի ժամանակ նույնիսկ խոսք գնաց դեղատուփերը օգտագործված դատարկ դեղատուփերը վերադարձնելու մասին, այժմ բժիշկները պարտավոր չեն դրանք հետ վերադարձնել, կարելի է իրականացնել նշանակում, ընդ որում նշանակվում է դեղահաբի տեսքով մորֆին եւ սրվակների ու տուփերի վերադարձ չի պահանջվում։ Но к этому шагу мы шли 3 года. 3 года вот этой упорной борьбы, лоббирования, и нам очень помогли Фонд Возрождения, Лига Всеукраинской паллиативной помощи, общественная организация, которая специально создана, и возглавляет ее публичный человек, это бывший наш министр здравоохранения, который имеет возможности связи и старается вместе синтегрировать многие министерства, силовые ведомства и все, ну, 3 года. Սակայն այսօրությամբ մենք պայքարում ենք 3 տարի եւ շատ ջանքեր պահանջվեցին, ընդ որում գործընթացին օժանդակում էր Վերածննդի հիմնադրամը եւ Ուկրաինայի պալիատիվ բուժօգնության Լիգա անվանմամբ հասարակական կազմակերպությունը, որը հատուկ այս նպատակով էր ստեղծվել եւ ղեկավարվում էր հանրային դեմք հանդիսացող մի անձնավորության կողմից, ով նախկին առողջապահության նախարարն էր եւ կարողանում էր շահագրգիռ անձանց կապակցել, նրանց հետ աշխատել, ներգրավել եւ համապատասխան խնդիրները լուծել, քանի որ ինքը հասարակական գործիչ էր։ It's not, in my understanding, correct to say only regarding prescription without knowledge how to administrate. And this process to administrate and to prescribe opioids has 3 branches of problems. Ափիոնային դեղերի կառավարման եւ տնօրինման այս գործընթացը 3 առանձին հիմնախնդիրների հետ է առնչվում։ First, it is education and training the medical professionals who are prescribing and administrating opioids. Առաջինը կրթություն եւ վերապատրաստում ափիոնային դեղեր նշանակող եւ այդ դեղերը տնօրինող բուժ մասնագետների համար։ And it's problem because in former Soviet period, no education for chronic pain management was established in our medical universities. Ես դա խնդիր է, քանի որ նախկին խորհրդային շրջանում մեր համալսարաններում ընդհանրապես որևէ ուսուցում չէր իրականացվում քրոնիկ ցավի զսպմամբ։ Second branch, it is the liberalization of regulations, laws, allowing medical doctors to prescribe. Երկրորդ ուղղությունը կամ հիմնախնդիրը դա օրենքների իրավական կարգավորումների ազատականացումն է, որոնցով պիտի թույլ տալ բժիշկներին կատարելու նշանակումներ։ And the third branch is the adequate provision of country by the different kinds of opioids. It's first, and different forms of these opioids. Եվ երրորդ հիմնախնդիրը դա պետության կողմից ափիոնային դեղերի համապատասխան տեսակների, դեղատեսակների եւ դեղաձևերի տրամադրումն է։ I say different forms because the oral morphine is the best choice for in this direction for management of chronic pain. Դեղաձևի հանգամանքը շեշտում են, որովհետեւ քրոնիկ ցավի կառավարման համար լավագույն միջոցը, որն այսօր կա, դա հաբերի տեսքով մորֆինն է։ What is very interesting, all these 3 problems must be decided simultaneously. Եվ շատ հետաքրքիր մի բան, այս բոլոր 3 խնդիրները պետք է միանգամից լուծվեն։ Because if you have the educated and trained staff, but the patient doesn't allow, it doesn't work. Եթե ունես կրթված պատրաստված կադրեր, սակայն իրավական կարգավորումները թույլ չեն տալիս ինչ որ բան անել, ապա համակարգը չի աշխատի։ But you have not this forms of opioids in country, it also doesn't work. Կամ եթե աշխատողները պատրաստված են, օրենքով թույլատրված է, սակայն այդ ափիոնային դեղերի դեղաձևերը երկրում չկան, կրկին համակարգը չի գործի։
And the last comment that in Georgia, for the decision of first branch, we established the educational courses, and Ministry of Health approved the national guideline of chronic pain management. Եվ վերջին մի բան, Վրաստանում առաջին խնդիրը լուծելու համար մենք ստեղծել ենք հատուկ մասնագիտական կրթության դասընթացներ եւ երկրորդը նախարարությունը հաստատել է քրոնիկ ցավի կառավարման ազգային ուղենիշները։ Regarding the second branch, now oral morphine is available in Georgia. It's during the last 3 years. Վերջին խնդրին, ապա արդեն 3 տարի է ինչ Վրաստանում հաբերի տեսքով մորֆինը առկա է։ And what about liberalization of the laws and regulations? In 2007, the amendments were approved in 4 different laws of Georgia and in a corresponding decree of Minister of Health. Օրենսդրական օրենսդրության ազատականացման, ապա 2007 թվականին փոփոխություններ կատարվեցին համապատասխան 4 օրենքներում եւ առողջապահության նախարարության համապատասխան ենթաօրենսդրական ակտերում։ Of course, I may not say that everything is excellent, but it's rather better than it was, for example, 5 years ago. Չեմ կարող իհարկե ասել, թե ամեն ինչ գերազանց է, սակայն զգալիորեն ավելի լավ է, քան օրինակ 5 տարի առաջ։ Thank you. Շնորհակալություն։ Ամփոփելով մեր զրույցը, քանի որ երրորդյա համաժողովի ընթացքում բոլորը տեղյակ եք Հայաստանում ինչպես է ընթանում պալիատիվ օգնությունը եւ ընթացքը զարգացումները, ուզում եի ձեր երկրների փորձերից ելնելով խորհուրդ առաջարկ դիտարկում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի արագ հասնել հաջողության պալիատիվ օգնության ոլորտում։ Based on the 3 days conference and in conclusion, now you know some things about the situation in Armenia based on your country experiences. What would be your best advice to Armenia for succeeding in the field of palliative care? Well, I think the conference has been an excellent opportunity for 8 countries to come together with similar challenges and to compare strategies for overcoming barriers to palliative care development. Կազմում խորհրդաժողովը հնարավորություն ընձեռեց նմանաբնույթ մարտահրավերների հանդիպող 8 պետություններին մեկտեղ հավաքվելու եւ քննարկելու մարտահրավերները եւ պալիատիվ բուժօգնության բարելավման ուղիները եւ հեռանկարները։ There's a commitment to continue a dialogue among these countries so that everyone can learn from each other. Պետությունների միջև երկխոսությունը շարունակելու կամք եւ պատրաստակամություն կա, որպեսզի բոլորը միմյանցից կարողանան սովորել։ I think overall progress has been made in Armenia, but there's a long way to go. Սակայն կարծում եմ Հայաստանում թեպետ ձեռք բերվել է առաջընթաց, դեռևս շատ երկար ուղի պետք է անցնել։ So far, oral morphine still isn't available in the country. It hopefully will be soon. Երկրում մինչ օրս չկա հաբերի տեսքով մորֆինը, հուսով ենք որ շուտով կլինի։ Funding for the pilot projects has been provided by the Global Fund, but that funding will be running out. Գործնական ծրագրերը ֆինանսավորվում են գլոբալ ֆոնդ կառույցի կողմից, սակայն այդ ֆինանսավորումն էլ սպառվելու է շուտով։ So there's a need for increased commitment from government to help support palliative care development in the country. Այսինքն կառավարությունը պետք է լրացուցիչ կամք դրսևորի օգնելու համար երկրում պալիատիվ բուժօգնության զարգացմանը։ A lot of educational programs have developed, and we spent a good amount of time in this conference discussing models for more advanced training in palliative care. Կրթության բազմաթիվ ծրագրեր մշակվել են եւ կոնֆերանսում բավականին շատ քննարկեցինք ցավամոքիչ բուժօգնության համար կրթական ծրագրերի զարգացման հնարավորությունը։ Many important policies have been developed for palliative care, and I think we're kind of reaching a point now where we have to act on those policies that have been put forward. Նաև շատ կարևոր հայեցակարգեր են մշակվել այս ոլորտում, կարծես արդեն հասնում ենք այն կետին, որ պետք է մնում է քայլեր ձեռնարկել այդ մշակված քաղաքական հայեցակարգերի հիման վրա, արդեն մնում է բարեփոխումները կյանքի կոչել։ There's one thing that I neglected to mention, which I thought is important for the listeners to this session, and that is many times people think that palliative care is really
principally for cancer patients, and it's extremely important for cancer patients, but the majority of people who need palliative care have other diseases besides cancer, and those diseases include cardiovascular disease, heart and stroke, also HIV and drug-resistant tuberculosis. Մի բան էլ կա, որ մոռացանք, որ կարծում շատ կարևոր կլինի ունկնդիրներին իմանալ, հաճախ տարածված կարծիքն այն է, որ ցավամոքիչ բուժօգնությունը հիմնականում քաղցկեղով հիվանդների համար է, սակայն այդպես չէ։ Հիվանդների մեծամասնությունը այլ հիվանդություններ ունեցող անձինք են, մասնավորապես սրտանոթային հիվանդություններով, ինֆարկտ, կաթված, միավոր հիվանդներ, տեղակայուն տուբերկուլոզ ունեցող հիվանդներ։ Also liver and kidney failure and dementia or Alzheimer's. Լյարդի, երիկամների խափանում, Alzheimer-ի հիվանդություն, դեմենցիա եւ այլն, այսինքն բազմաթիվ այլ դեպքերում նույնպես պալիատիվ բուժօգնությունը նույնչափ կարեւոր է։ And lung disease and finally when people become very old and frail, many times they'll also need palliative care. Ժամանակ նաև մարդիկ բազմապես շատ են ծերանում եւ տկարանում եւ նրանց էլ ցավամոքիչ բուժման կարիք կա։ Շնորհակալություն, ես ուզում եմ, որ յուրաքանչյուր փորձագետ իր երկրի փորձից ելնելով Not that we are so far advanced that we would like in Romania, but I think from our 20-year experience it is important to put under one umbrella everything that is related to development of palliative care in a country and think of it in the form of a national program supported by the government and by the authorities, taking advantage of all the existing services which have been growing based on various resources, either internal or foreign support, and in such a way that we, in all these countries, bring the palliative care close to the needs of all these patients that Stephen has just mentioned as fast as possible, because they need our support today, not tomorrow. Maybe it is too late. Again, the resources are scarce in many of our countries, and we can use in the best way whatever we have now to make a good development and a fast development as soon as possible through the support of both NGOs and public system. Այնպես է Ռումինիան շապազանց առաջ այս առումով, սակայն երևի հիմնական առաջարկությունը կլինի յարած բոլոր ծրագրերը, մոտեցումները վերել մեկ տանիքի ներքո, թերևս դա կարող է ազգային ծրագրի տեսքով, որին կոժանդակի կառավարությունը կապահովի համապատասխան միջոցներ, որովհետև այս հիվանդները այսպիսի բուժման կարիք ունեն այսօր, վաղը կարող է չափազանց ուշ լինել, պետական մասնավոր հիմնադրամային, բարեգործական եւ այլ ռեսուրսները պետք է կարողանալ այդ ծրագրի միջոցով ուղղորդել մեկ հունի մեջ, կենտրոնացնել մեկ տեղում եւ միայն այսպես կարելի ապահովել համակարգի գործունակությունը։ Շնորհակալություն, պարոն Իսակ։ Мы все, в принципе, исходим из одной системы бывшего Союза, и у нас у всех практически примерно одинаковая система здравоохранения. И мы убедились за последние годы, что в принципе все страны бывшего Советского Союза проходят этапы становления паллиативного ухода примерно одни и те же. Я сделал для себя следующие выводы, что для любого нового дела нужны люди. Мы убедились, что в Армении есть люди, которые заболели уже паллиативной помощью. В смысле, что они не больные, это вполне здоровые люди, но которые хотят, чтобы паллиативная помощь существовала в Армении. И я уверен, что в структурах власти, там, где, в принципе, решаются все проблемы разрешающие, расширяющие, для
для того, чтобы развивалась какая-то помощь, в данном случае паллиативная помощь, найдутся люди, которые это поддержат. Համոզված եմ, որ պետական կառույցներում, որտեղ լուծվում են թույլատրելու, ընդլայնելու, զարգացնելու, հիմնավորելու բոլոր խնդիրները կգտնվեն մարդիկ, ովքեր սատար կկանգնեն այս գործին։ И паллиативная помощь создается людьми для людей. Պալիատիվ բուժօգնությունը ստեղծում են մարդիկ, հանուն մարդկանց։ Поэтому надо не изобретать велосипед, надо взять существующие велосипеды, которые были давно изобретены, я имею в виду опыт развитых стран. Հեսանի հայտնագործելու կարիք չկա, եղած փորձը, զարգացած պետությունների փորձը պետք է պարզապես վերցնել, аккомодировать к своей стране, եղանացնել տվյալ երկրում, и пускай этот велосипед катится по нашим дорогам. ու այդ անիվը գլորվի մեր ճանապարհներով։ Я уверен, что все получится у Армении, потому что Армения это очень хорошая, красивая страна с красивыми людьми, и у вас все получится. Հեսամ Հայաստան ամեն ինչ կստացվի, որովհետև Հայաստանը հիանալի երկիր է, գեղեցիկ երկիր է, գեղեցիկ բնակիչներով, հուսամ եւ վստահ եմ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Հայաստանում ընթանում էր միջազգային համաժողով ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում թեմայով եւ մեր հյուրերն էին այդ համաժողովի մասնակից փորձագետները պարոն Ստեֆան Քոները, Բացասարակության ինստիտուտի միջազգային խորհրդատու պալիատիվ օգնության հարցերով, Վալերիան Իսահակը Մոլդովայի պալիատիվ բուժօգնության ազգային ասոցիացիայի նախագահ, Իրինա Սլուգոցկան Ուկրաինայի պալիատիվ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկ, Մալինա Դումիտրեսկուն Ռումինիայի Հույսի տուն հիմնադրամի ծրագրի ղեկավար եւ պրոֆեսոր Դմիտրի Կորձայան Վրաստանի պալիատիվ օգնության ազգային ասոցիացիայի նախագահը։ Նրանք ներկայացրեցին իրենց երկրի փորձը եւ առաջարկներ ու դիտարկումներ արեցին Հայաստանում պալիատիվ օգնության ոլորտի զարգացումների վերաբերյալ։ Ես Աղավնի Եղիազարյանն եմ, շնորհակալություն, կհանդիպենք։